Իրականում առաջին Պետրոսի 5:8-ում ընդլայնված Աստվածաշնչում գրված է եղեք հավասարակշռված, որովհետև ձեր թշնամին Սատանան քաղցած առյուծի պես մռնչում է փնտրելով, թե ում կարող է բռնել եւ կուլ տա, որին հակառակ կանգնեք հավատքով, այնպես որ հավասարակշռության բացակայությունը դուռ է բացում թշնամու առջև ներս մտնելու եւ մեզ վրա հարձակվելու համար։ Համոզված եմ, որ ձեզնից ոմանք հենց հիմա կարող են մտածել իրենց կյանքի այն բնագավառների մասին, որոնք դուրս են հավասարակշռությունից։ Դուք չունեք բավականաչափ քուն, չափից շատ եք աշխատում, ուրախ եւ հաճելի ժամանակ չեք անցկացնում։ Բավականաչափ չեք ծիծաղում, չափից շատ գումար եք ծախսում ձեզ վրա կամ գումար չեք ծախսում ձեզ վրա։ Եվ կարծում եմ հավասարակշռված մնալու ամենադժվար ոլորտներից մեկը սուրբ կյանքով ապրելու եւ օրինապաշտ լինելու միջև նուրբ սահմանը պահելն է։ Ես իսկապես ուզում եմ ապրել սուրբ կյանքով, բայց ես եղել եմ օրինապաշտ եւ չեմ ուզում վերադառնալ դրան։ Մենք պետք է աղոթենք, ժամանակ անցկացնենք Աստծո հետ։ Լսենք Աստծուն, որպեսզի կարողանանք հասկանալ, թե երբ ենք դուրս գալիս հավասարակշռությունից եւ որպեսզի մնանք հավասարակշռության մեջ, մշտապես պետք է շտկումներ կատարենք։ Ոչ ոք հենց այնպես չի մնում հավասարակշռության մեջ, մենք մշտապես պետք է շտկումներ անենք։ Հարցազրույցներում շատերն ինձ հարցնում են, ինչպես եք կարողանում մնալ հավասարակշռության մեջ անելով այն, ինչ ստիպված եք անել։ Մի անգամ լսեցի, թե ինչպես ասացի. ես միշտ հավասարակշռում եմ ամեն բան։